Ես այդ հայտարարությունը նախ եւ առաջ կգնահատեի որպես շռնդալից ապտակ Հայաստանի իշխանություններին։ Շռնդալից ապտակ է ստացել Հայաստանի իշխանությունը աշխարհի ամենաազդեցիկ հայերից։ Ամերիկահայ գործարար բարերար Նուբար Աֆեյանից, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանից, Դենհամի պրոֆեսոր աշխարհի առաջատար վիրաբույժներից մեկը համարվող Արա Դարզիից, ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանից, շվեյցարահայ գործարար եւ բարերար Վահե Գաբրաշից, բրիտանահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանից, գործարար Ջոզեֆ Ուղուռլյանից եւ հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեթրակյանից։ Աշխարհահռչակ այս մարդիկ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը դատապարտող հայտարարություն են տարածել։ Վերջին շրջանում Հայաստանում տևական քաղաքական անհամաձայնությունը, ներառյալ աճող հակամարտությունը Հայաստանի կառավարության ղեկավարների եւ հայ առաքելական եկեղեցու միջև հասել է գագաթնակետին։ Կառավարությունը պահանջում է հեռացնել եկեղեցու առաջնորդին, չնայած նրա օրինական ընտրությանը ազգային եկեղեցական ժողովի կանոնակարգերին համապատասխան։ Մի քանի արքեպիսկոպոսներ բանտարկվել են քաղաքական հայտարարություններ անելու մեղադրանքով, իսկ հայտնի ռուսահայ բարերար եւ գործարարը բանտարկվել է եկեղեցու դիրքորոշմանը հրապարակայնորեն աջակցություն հայտնելու համար։ Հայտարարության հեղինակները երկար բարակ բացատրել են Հայաստանի տակավին երիտասարդ իշխանականներին, ինչը ընդհանրապես հայ առաքելական եկեղեցին, որոնք են եկեղեցու ինքնակառավարման կանոնները, ըստ որոնց միայն ազգային եկեղեցական ժողովը կարող է կաթողիկոսի հետ կապված որևէ հարց որոշել։ Հայաստանի իշխանությունները որքան տկարամիտ են, չհասկանալու որ խոցելով հայ առաքելական եկեղեցուն թույլատնում են հայոց պետականությունն ու հայ ժողովրդին, ես փյուրքը պիտի ասի, որ դու իրավունք չունես թույլատնելու մեր պետականությունը։ Նամակում աշխարհահռչակ հայերը Հայաստանի իշխանականներին բացատրում են նաև, որ պետության միջամտությունը հայ առաքելական եկեղեցու ներքին կառավարմանը վտանգում է Հայաստանի կապը ամբողջ Սփյուռքի հետ։ Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների համար բոլոր հայերին ոչնչացնելու ձախողված առաքելության մասին հիշողությունը եւ մեր հետագա երկար վերածննդի ճանապարհը ընթացիկ իրադարձությունները դարձնում են հատկապես ցավոտ եւ սպառնալից։ Եկեղեցին է, որ օգնել է վերածնել հայկական հոգին եւ նույն եկեղեցին է, որ անհրաժեշտ է աշխարհասփյուռ ազգի բարգավաճման համար։ Նույնիսկ եթե այն դիտավորյալ չէ, Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները Սփյուռքի հետ, մի բան, որ չկարողացան անել նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային միությունը։ Այդ երևելի անձենք այդ գնահատականները հնչեցնում են, մենք անգամ եւս հիշեցնելու Հայաստանի իշխանություններին եւ կարծում եմ հատկապես Նիկոլ Փաշինյանին, որ դու ձեռքդ բարձրացնում ես համայն հայության համար ինքնութենական բացառիկ արժեքի վրա։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը բարձր է գնահատում աշխարհահռչակ սփյուռքահայերի հստակ դիրքորոշումը եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց կասկածում է, թե նրանց հայտարարությունը կսթափեցնի Նիկոլ Փաշինյանին։ Ամեն դեպքում ինքը ընդդիմադիր իր մյուս գործընկերների հետ արտասահմանյան գործուղումների ընթացքում երբեք առիթը բաց չի թողնում Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ցույց տալ, ինչ է տեղի ունենում Մայրաթորի շուրջ։ Ոչ միայն ես, այլև ընդդիմադիր տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր, ոչ միայն Հայաստանում, այլև հնարավոր բոլոր միջազգային հարթակներում մենք բարձրաձայնում ենք հայ առաքելական եկեղեցու նկատմամբ անթույլատրելի, այսինքն այս հանցագործ արշավը եկեղեցու նկատմամբ։ Միջազգային հարթակներում եկեղեցու դեմ փաշինյանական արշավի մասին անընդհատ բարձրաձայնելուց հետո է, որ հայ եկեղեցու նկատմամբ պետական ճնշումների մասին ահազանգել են նաև միջազգային կազմակերպությունները։ Լիլիթ Գասպարյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։